Ողջույն, 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 շնորհակալություն, որ հրավիրել եք մեր ձեր շնորհակալություն։ Այսօր մեր հյուրը համայնքում ճանաչված հասարակական քաղաքական գործիչ պարոն Վրեժ Աղաջանյանն է եւ նաեւ մասնակցում է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին։ Հիմնական թեման այսօր այդ է լինելու, բայց սկզբի համար այս շարքը, որ մենք անում ենք քաղաքական, շատ կարճ մի քանի բառով ձեր մասին, որտեղ եք ծնվել, ինչ կրթություն եք ստացել, մի փոքր ձեր մասին կարճ ակնարկ։ ես ծնվել եմ Թեհրանում եւ ինժեներ եմ, Կալիֆոռնիայի վկայալ ինժեներ, California Certified Professional Engineer եմ, ինչպես գիտեք, բժիշկները դառնում են բժիշկները, MD են դառնում ինժեներները, եթե նահանգային քննությունների մասնակցելով անցնում եք, դառնում եք P.E. Professional Engineer եմ եւ աշխատել եմ San Diego Medical Naval Center Project Engineer եմ եղել, որ ծովուժի ամենամեծ հիվանդանոցն է աշխարհում, Ամերիկայի, այնտեղ աշխատել եմ տարիներ, հետո միցե կյանքը կարծես բերեց ուրիշ ճանապարհ եւ հերոստալիքում Երևան եկա եւ կարծեք թե սիրեցին, ուրեմն շարունակեցի այն ժամանակվանից 26 տարի է որ հերոստատեսությամբ ելույթ եմ ունում։ Շատ լավ, քանի որ հերոսատեսության մասին խոսվեց, վերջին շրջանում բավական աղմկահարույց դեպք եղավ, հրդեհ բռնկվեց ձեզ պատկանող հերոստալիքի շենքում։ Մի երկու բառով ինչ ասա, ընտրությունների հետ կապ ունի, ինչ որ դիվերսիա է ձեր դեմ։ Չէ, Բայց բաժար են տվել մատենց։ Չէ, ես ուզում եմ հստակացնել։ Սա բնավ ինձ հետ կապ չունի։ Շատ դաժան չտեսնված դեպք կա, որ ես ինքս լրագրող լինելով 46 տարի գլենդել բնակիչ, այսինքն այսքան տարի ապրել եմ եւ որպես լրագրող տեղեկացնում եմ, այսպես բան մանավանդ գլենդելում չի պատահել, սա առաջին անգամն է։ Ինչ պատահեց սա է, որ մեկ անձնավորություն, որ այդ շենքի մեջ ինքը բարձակալ էր 22 տարի այդ շենքի մեջ էր, ես էլ նույն շենքի մեջ 21 տարի այդտեղ եմ, երկրորդ հարկում 11-10 Սոնորա փողոցի վրա, Կիրակի օրերը ես շաբաթ 7 օր ծրագիր եմ անում, ուրեմն շաբաթ 7 օր միշտ այդտեղ եմ, Կիրակի օրը ես մոտարապես ժամ 7-ին գնացի Իրանայի միության չերմանն եմ, նախագահն եմ եւ մեկ ձեռնար կար այնտեղ, որ Միքայել Ավետիսյանը հայտնի դիրիժոր, այսպես երկհան Խաչատուր Ավետիսյանի ճանաչված իր տղան է, ճանաչած ղեկավար դիրիժոր, ամեն ինչ որ կարելի է Խաչատուր Ավետիսյանը մեր մեծություններից, իր զավակն է, ինքն էլ շատ փորձառու երաժիշտ է, ուրեմն այդտեղ ձեռնար կար, որ ես բացում ես պետք է կատարեի։ Դրա համար գնացի, որ այդ բացումը կատարելու, այնտեղ էի հետո, այսինքն երբ որ համերգը ավարտվեց, վերևի հարկում, Իրանայի միության վերևի հարկում, այսպես իհարգանք բոլոր երաժիշտների եւ երգչախմբի, որ մոտարապես 50 երգչախմբի անդամներն էին եւ այլն հրավիրված էին վերևը, ես էլ այնտեղ էի, որ շնորհակալություն հայտնենք իրենց այս մեծ աշխատանքի համար եւ այնտեղ հերախոս եկավ, որ շենքը հրդեհվում։ Ուրեմն ես անմիջապես գնացի այնտեղ, պոլիսը արդեն Սոնորա փողոցը փակել էր եւ չէր թույլ տալիս որևէ մեկը մոտենա։ Ես այդտեղ անդրադարձա, որ այսքան ոստիկան քաղաքապետը մեղել, սիտիկանցը մեղել, այսքան ոստիկան, այսքան հրշեջ եկել են, անդրադարձա, որ սա նորմալ մի բան չի հրդեհվել, մանավանդ ինչ հզոր հրդեհ դեռ աշխատում էին, ծաղկում էին, ջուրն էին բացում եւ այլն, ամենայն դեպս անդրադարձա, որ սա նորմալ մի հրդեհ չի։ Եվ դժբախտաբար, ինչպես ասացի, երկու հոգի շենքի մեջ հրդեհվել են, մանրամասնությունը հետո երևի պոլիսը բացահայտի ես, որովհետեւ հստակացված չի, չեմ ուզում սրանից ավելացել, բայց իր վնասը սա եղել
նույնիսկ կրկնում եմ, ինձ բնավ կապ չի ունեցել այս հրդեհը, միայն տուժողը ես եմ, որովհետև օրինակ այդ շենքում ուրիշ վարձակալներ կան, բոլորը արդեն գնացել են, բայց ես չեմ կարող գնալ, որովհետև charter spectrum-ը feed ունի, այսինքն cable ունի, որ գալիս է։ Դուք եթե չկարողանաք այդտեղից աշխատես, պետք է իրենց ասես, որ ես պիտի գնամ պատկերացրեք փողոցի մյուս կողմը, եւ իրենք 2-ից 6 ամիս նախ պիտի իրենց ասես ուր ես գնում, որ այդ cable-ը feed-ը բերեն այնտեղ, եւ երբ որ որոշեցիր սա է, իրենք ասում են կարող ես այդտեղից, կարող են միանալ քեզ այդտեղից թե ոչ։ Եվ դա է որ 2-ից 6 ամիս տևելու է, մենք շատ դաժան վիճակում այդտեղ ծրագիրը մեելի ներկայացնում, բայց կարճ ժամանակ պետք է ձայնագրեն դուրս կան կամ լայվ անեն դուրս կան հոտը երևի շատ ուժեղ է, վառածի։ Հոտը եւ դեռ ծուխը զգում ես աչքերի, կոկորտի, քթիդ մեջ հնարավոր չի տեղ մնալ, որովհետեւ սա arson fire, այսինքն տիկվան մեկը հրդեհ այդտեղ շատ տարօրինակ մի վիճակ։ Ես միջավայրի վրա ձեր արդյունքների վրա կարա ազդեցություն ունենա, ինչ եք կարծում։ Մի բան պետք է ասեմ, իմ հեռուստալիքը, երկու հեռուստալիք շանտ հայվիժն դեռ մինչև հիմա սևակն է։ Բնականաբար պիտի ազդի, որովհետև ես իմ ռեգլամները բնականաբար իմ նախընտրական գովազդ չեմ կարող անել։ Իսկ մյուս ալիքը, որ հիմա աշխատում է, նա մոտավորապես 7 օր թե 8 օր նա էլ սև էր գնում, այսինքն երկու ալիքը սև էր գնում։ Բնականաբար ես չէի կարող ելույթ ունենալ, չէի կարող խրախուսել հանրությանը, որ եկեք մասնակցեք ընտրությանը, որովհետև այստեղ Գլենդելը մի ձև այսպես ճեղքված քաղաք է։ Ամերիկացիներ օրինակ շատ էլ կան անցյալում մի խնդրեմ ունեին City-ում, օգնել եմ իրենց ուրիշ հարցերով 46 տարի բնակվել են, շատ ուրիշների ճանաչում եմ, բայց մենք ճեղքված ենք, շատ քիչ ոչ հայը հային քվեարկում է։ Եվ դրա համար որ պետք է ավելացնեմ հիմա այս անգամ 12 տեխնացու կա։ Ես ասացի 46 տարի այստեղ եմ, 26 տարի հեռուստատեսությամբ ելույթ եմ ունենում, այսպես բան չեմ տեսել։ Եվ դրանից, այո, աննախադեպ, ճիշտ ասած, բայց լավ չի, չէ՞ որ այսքան շատ տեխնացուներ ունենք։ Հիմա 3 աթոռ կա, 3 ոչ հայեր տեխնացու են, 9 հայեր տեխնացու են։ Հիմա մենք ինչ ունենք, օրինակ ամեն անց վերջ-վերջո իր շրջապատում մի խումբի ճանաչում է։ Իմը տարբեր է, որտեղ հեռուստատեսությամբ 26 տարի եղել են, ուրիշ է, շատ է ուտան։ Բայց ամեն մարդ ազգական ունի, բարեկամ ունի, ընկեր ունի եւ այլն, նրանք կենտրոնանան այդ անձի վրա։ Եվ մենք այնպես կբաժանենք քվեները, Փոշյանան ձայները, այսինքն հայկական ձայները, հայկական ձայնը մի նոփու մեջ։ Գիտեք, տեխնացուներից մեկը վերջերս մեզ հյուր էր, եւ տրամաբանությունը առաջ քաշեց, որ այն մարդիկ, ովքեր որ նախկինում արդեն եղել են քաղաքային խորհրդում կամ եղել են քաղաքապետի պաշտոնում, պիտի ամեն ինչ արվի, որ այդ մարդիկ չկարողանան վերընտրվել, որովհետեւ այն խնդիրները, որ քաղաքում եղել են կան, իրենք իզորու չեն լուծելու, իրենք արդեն ցույց են տվել, որ չեն կարող այդ խնդիրները լուծել։ Այ ոնց կարձագանք եք դրա։ Հիմա ես ասեմ, նրանք որ դա ասում են, հենց իմ մոտ ռեգլամ է։ Ես իրենց ռեգլամը ցույց եմ տալիս, չեմ խնայել իրենց օգնելու, բայց իրենք նպատակը դա չի, որ այնպես որ դու բացատրես։ Ինչն է ասում է ներկա սրանք որ տեխնացու են ընտրության համար եւ ծառայել են ներկա ժամանակ, այս վերջին 4 տարվա ոչ թե իմ մասին չի սա։ Իրենք խոսում են հիմա ներկայում 3 աթոռ կա, 2 incumbent անգլերեն ասում են, այսինքն նախկինում այս աթոռը զբաղեցնող մարդու մասին է խոսում։ Նրանք incumbent են։ Ես նախքին իմ մասին չի ասում, որտեղ նախկինի մասին չի, որ նախկինից մեկը չկա, եթե քաղաքապետարի խորհրդի անդամ եղել չմասնակցի։ Այդպես ասվեց։ Հաղորդման ժամանակ այդպես ասվեց։ Գիտեմ, բայց համամիտեք,
որ Թեկուզ չի այս ամեն մարդ համենությունն այստեղ։ ամեն մարդ կարող է իր կարծիքը ունենալ։ Եթե հարցնում եք այս երկուսը, որ ինքամբենտ են, որ խոսում են ինքը մասին, այո, այս երկուսին չպիտի քվեարկեն, եթե հարցնում, որովհետև ասացի, այնտեղ երկու մեկ տիկին հայկան եւ մեկ անձ ոչ հայ այնտեղ կա, սրանա ուղված, որ ինքամբենտներին, ես ինքամբենտ չեմ, ես նախկին քաղաքապետարանի խորհրդի անդամ միտքը սրանց է, այսինքն մի ալիք է բարձրացել, որ այս երկուսին մի քվեարկեք, դա է։ Մյուս հարցը, որ կուզենայի անդրադառնալ պարոն Աղաջանյան, մենք ես կոնկրետ անձամբ ես տարիներ շարունակ ինձ թվացել է, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը օրինակ զբաղվում է նաև դպրոցներով եւ տեխնոլոգիաներն էլ երբ որ քարոզարշավ էին անում, ասում էին, որ պետքա դպրոցներին կարևորություն տալ, որ ճիշտ դաստիարակություն, ճիշտ գիտություն ստանան երեխաները կոնկրետ Գլենդելում, բայց վերջերս նախկին քաղաքապետ Էլեն Ասատրյանն էր մեր հյուրը եւ ինձ համար տարօրինակ բացահայտում էր, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդհանրապես կապ չունի դպրոցների հետ։ Այդ սա ինչ է, մեզ խաբել են տարիներ շարունակ, շարունակում են խաբել, թե ուրիշ մի բան կա, որ մենք չենք հասկանում։ Այդ դպրոցների հատկապես հայ երեխաները, որ սովորում են, քաղաքային խորհուրդը դա ինչ-որ բան ունի անելու, իզորու է ինչ-որ բան անել։ Հիմա ես նախ սկսեմ, որպեսզի կարողանամ ճիշտ պատասխան։ Այստեղ Գլենդելում 3 կառավարություն անունը տնը։ Մեկը քաղաքապետարանի խորհուրդը եւ անդամները։ Մյուսը դպրոցի համակարգն է, մյուսը քոլեջի համակարգ։ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամը կապ ունի, այսինքն Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամները օգնում են դպրոցին եւ քոլեջին, բայց իրենց աշխատանքների մեջ չեն կարող մխրճվել։ Բայց օրինակի համար ես մի տարածք, որ Սան Ֆերնանդո եւ Բրանդի անկյունն է, դա իմ հողատարածքն էր։ Անձամբ իմ հողատարածքն էր 26 տարի, 25 տարի առաջ, ուրեմն քաղաքը գնեց այդ հողատարածքը, տվեց դպրոցին, որ կարողանան ավելի լայն տարածք ունենան եւ շաբաթավերջին գիշերները այսպես դարբասներ կա փակեն եւ լինի парք մի մասը։ Ուրեմն այդպես քաղաքը միշտ օգնում է ոստիկանությունը, եթե խնդրեմա խոշոր լինում, Գլենդելի ոստիկանությունն է, որ պետք է օգնի դպրոցին կամ քոլեջին։ Իսկ հիմա ես այստեղ է որ ինչ որ պատահեց մեր դպրոցներում, այո, քաղաքապետարանի խորհրդի անդամը կարող էր իր կարծիքները տալ եւ եթե հիշեք հարյուրավոր հայ ծնողներ գնացին դպրոցի, երբ որ ժողովը տեղի էր ունենում այնտեղ, ասում էին, որ մենք չենք ուզում, որ դու միասեռականների եւ այլն այս հարցերը դուք մեր երեխաներին բացատրեք։ Մենք ուզում ենք դուրս մնանք այս հարցից։ Մենք ինքներս կբացատրենք Այո, ինչ որ պետք է իրենք ուզում են իրենք բացատրեին։ Եվ դրա վրա չէին համաձայնվում եւ վերջն էլ քվեարկեցին, չանդրադարձան սրանց ցավերին։ Ես հեռուստատեսությամբ թե ցույց տվի բողոքը եւ խոսեցի տարբեր մեկի հետ, քաղաքապետարանի խորհրդի անդամները այդտեղ իրենք էլ կարող էին, եթե այդպես կարծիք ունեն մասնատեն, բայց ոչ մեկը չգնացին այնտեղ։ Ոչ մեկը չաջակցեց, ոչինչով չաջակցեց այս ծնողներին, ինչ որ մտահոգված մի բան կփոխել, եթե կան ավել կարող է քաջալերել կամ ճնշում բանաս։ Այս երկիրը հենված է ճնշումների վրա։ Soft power, Ճնշումի վրա է հենված։ Ուժի վրա է։ Որ դու եթե քաղաքապետարանի խորհրդում մի բան ուզում ես որոշես, եթե միանգամից քաղաքապետարանի խորհրդի անդամները սարսափահար տեսնում են մի 100 հոգի, 200 հոգի եկել են, ես տարիներ առաջ 2001 թվին էր կարծում եմ, ես ժողովրդին հեռուստատեսությամբ հարցրի, արդյոք դուք ցանկություն ունեք, որտեղ չէին ուզում
Դրոշակ, ես մի ժողովում ասեմ դրոշակ չեն ուզում իջեցնեն ապրիլ 24-ին, ես դարմացա, ասի կգնամ թե հեռուստատեսությամբ ժողովրդին կարծեմ։ Ուրեմն ես հեռախոսներ դրի, ասի դուք զանգեք, տեսնենք ինչ։ 6800 հոգի զանգեցին մի քանի օրվա ընթացքում եւ ես տարի այդ սիթիում ներկայացրի, որ այստեղ քաղաքացիները զանգեն են ցանկություն ունեն, որ ապրիլ 24-ի առիթով դրոշակը կեսի իջնի։ Հենց այդ օրը, ապրիլ 24-ի օրը, ոչ թե նախկին օրը, ոչ թե հետո իջեցնեն այդ դրոշակը, իհարգանք այ բնակիչներ են, իրենց իհարգանք իրեն։ Սա տարօրինակ չի, որովհետև մեկ նույն ժամանակներում, որ ես ժողովրդի խոսքը դարին փոխանցեի, Ֆլորիդայում մեկ այսպես race car driver, այս մրցության մեքենայի, այդ ճանաչված մարդ էր իհարկե, մահացավ այդ ժամանակ, Ֆլորիդային անգի դրոշակը կեսի իջեցրի, ասի ինչպես է մի մարդու համար մահացել է շատ մեծ ցավ է, ամեն մարդու կյանքը շատ մեծ արժի, այդ գնահատելի ամեն կյանքը, գնահատելի այդ մարդը, որ այդքան բարձրացրել race car driver մրցակից եւ Ախոյանը դարձել եւ այլն, բայց մենք նաեւ ունենք 1.5 միլիոն 5 միլիոն Վաշինգտոն տեղի չի։ Զոհ ունենք, ինչ պիտի լինի մի օր դուք դրոշակը կեսի իջեցնեք, գիտեք հիմա վրա էր, որ հետո ինձ խոստացան, որ մենք մյուզե կսարքենք եւ այլն, այդպիսով այդ հարցը իհարկե իջեցրին դրոշակը հաջորդ տարիներ, բայց նրանից հետո դարձավ մյուզե, որ ես այնտեղ էի, երբ որ այդ մյուզեի տարածքի տալվածը հողը մենք անվճար հանձնեցինք այդ խմբին, այսինքն հայկական խմբին, որ այդ մյուզեն այդտեղ կառուցի, այսինքն դրա այդ դրոշակի հարցով էր դարձավ այդ որ անվճար հող տրամադրեցին, որ մյուզեն լինի Գլենդելում եւ կառուցվի այստեղ։ Սա դրա համար ընդհանուր, որ հարցնում եք ինչ կապ ունի, այո, քաղաքապետարանի խորհրդի անդամ, ես քաղաքապետարանի խորհրդի անդամ չէի, այսպես աշխատանքներ եմ արել, հիմա երբ որ քաղաքապետարանի խորհրդի անդամ ես, առավել ուժն ունես, առավել առիթ ունես, ինչու՞ չպիտի անեմ։ Շարունակելով ընտրությունների թեման, պարոն Աղաջանյան, տարօրինակ բան կա, որ ես նկատել եմ կոնկրետ վերջին շրջանում, այս ընտրությունների հետ կապված, մի տեսակ ժողովուրդը նախ անտարբեր է, սկսենք այդտեղից, երկրորդ ավանդական կուսակցություններ, միություններ, լուռ են, եւ զարմանալիորեն մարդը կարող է Գլենդելում ապրի 45 տարի, ինքը ավելի հետաքրքրված է օրինակ Գյումրիի ընտրություններով Հայաստանում, ինչը շատ նորմալ է, բայց որևէ տեսակի հետաքրքրություն չի ցուցաբերում Գլենդելի ընտրությունները։ Ինչ է կարծում, այս ամեն ինչը որտեղից է գալի, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինները մեծ ազդեցություն չունեն ընդհանուր process-ների վրա, թե որն է խնդիրը։ Ես այսպես կբացատրեի, ինչ որ հեռուստատեսության նաև այս անտարբեր լինելու հանգամանքը բացատրում եմ, սա է որ մենք եկել ենք մի երկրներից, հիմա մոռացեք, հիմա ինչ է կատարվում Հայաստան, բայց մենք ընդհանուր քվեարկողները միջին տարիքից բարձր են, երիտասարդներ չեն մասնակցում, հիմա մի քանի երիտասարդ, որ հետաքրքրում է քաղաքական դաշտի ինչպես լինելը ով եւ այլն, ընդհանուր երիտասարդները Ամերիկայում, ես հայերի մասին չեմ խոսում, ընդհանուր երիտասարդները չեն հետաքրքրում ընտրությամբ, իսկ տարեցները միջին տարիք եւ բարձրն է, որ ավել են մասնակցում ընտրությանը, հիմա երբ նայում ենք այդ խմբին, օրինակ եկել են Հայաստանից, ընտրություն գոյություն չի ունեցել, ընտրություն, որ այդ կուլտուրան գոյություն չի ունեցել, որ այդ մարդը ասում Իրանում, օրինակ նրանք որ հիմա շատ են մասնակցում, նրանք որ Իրանի թագավորի ժամանակ
այդ երկրում են Դե ասում են, որ իրանահայերը ամենաակտիվն են Հիմա ես ընտրություններում։ կհասնեմ այդ կետին, մի վայրկյան ասեմ։ Ինչու չեն հետաքրքրում, որտեղ Իրանում ընտրություն գոյություն չուներ, թակավոր որոշում է սա նա եւ որոշվում էր դա ընտրվում էր։ Ուրեմն ընտրությունը իր համար անիմաստ է։ Եվ ասացի, հիշեք, որ մի քիչ միջին տարիքից վեր են, նրանք են որ այդ տեսել են այդ հարցը։ Եվ գալիս ենք հասնում ենք Սուրիայի։ Հաֆեզ Ասադը ղեկավարն էր երկրի, ում ուզում էր նշանակում էր սա է լինելու, կամ Իրաքում Սադամ Հուսեյնը, որ որոշում էր։ Ուրեմն մենք եկել ենք մի համայնքներից ենք եկել այստեղ, որ ընտրությունը մեզ համար իմաստ չի ունեցել, կուլտուրան մեր մեջ չի սերմանել, սերմը գոյություն չունի մեր մոտ, ընտրության մասնակցելու հարցը, մեզ մոտ գոյություն չունի։ Հիմա կամ այդ երկրորդ հարցին ինչ որ ասացիք, որ ինչու իրանահայերը ավել ակտիվ են, ճիշտ է դա, Գլենդելի իրանահայերը ավել շատ գրանցված են, քան թե Հայաստանից եկող եւ Սուրիայից, Բեյրութից եւ այլն եկողները։ Այսինքն թիվը իրանահայերի Գլենդելի գրանցվածների ավել շատ է, քան թե մյուսներ։ Ինչն է պատճառը։ Որովհետեւ ավել երկար էստեղ են եղել, քիչ, այո, ավելի քիչ է։ Հիմա պատկերացրեք, իրանահայերը եկել են 1970-ի 70-ականների վերջերը, 79 եւ այլն, ավել շատ մի քիչ սկսել են սովորել։ Հայաստանից մեծամասնություն, մեծ թվով եկել են 91 թվից անկախությունից եւ հետո եկել են։ Դրա համար իրենք ավել նորեկ են համեմատ իրանահայ։ Դրա համար մի քիչ այդպես Իսկ գուցե պարզապես իրանահայ համայնքը ավելի մերձ է ինքը իրան ներշում, չէ՞, իրանահայությունը կա, որ ավել երկար են ապրել, ավել բախտը շատ է որ մասնակցի։ Ընդհանուր ես այդպես ամփոփեմ, որ ինչքան երկար ես մնում, հետո քիչ ստեղծվում է դա։ Իսկ Գլենդելում ամենամեծ ստեղծողը, որ հետաքրում են, ես եմ եղել։ Որտեւ առաջի օրվանից միշտ ասել եմ, ընտրությունը շատ կարևոր է, այնքան խոսել եմ ընտրության, նյութ չկա, այս 26 տարի շաբաթը 7 օր մի բանի մասին խոսալ դեմ ավել քան թե ընտրություն, ոչ թե Գլենդելի ընտրություն։ Ընդհանրապես Ամերիկայի, որտեւ ես մենակ Գլենդելին այդպես չեմ ուշադրություն դարձնում, իմը կենտրոնացած եմ Ամերիկայի եւ միշտ բացատրել եմ ուրիշ համայնքները, բացատրել եմ ինչպես է լինում։ Եվ մեկ ուրիշ զարմանալի մտահոգություն ցեզ բացատրեմ։ Երբեմն մեկը գալիս է ինձ ասում են, որ բանավոր ամենը հայ լինեն լավ չի լինի, կամ մեծամասնություն է։ Բայց ինչու լավ չի լինի։ Եկեք այդան Garden Grove, եկեք այդան ուրիշ տեղ վիետնամցի բաների, սրանք որ վիետնամցիները ավելի շուտ են եկել մեզանից, որտեղ 70-ական թվականներից եկել են այստեղ։ Տարբեր տեղերում կամ ուրիշ գնում եք Elman թե ուրիշ տեղեր բոլորը իսպանախոս են, 5-ը City Council-ը իսպանախոս է։ Մեկը չի հարցնում, ո՞վ սրանք ամենից իսպանախոս են, ուրիշները սպիտակ են, չգիտեմ ինչ են։ Մեզ մոտ միշտ մտահոգություն կա այստեղ։ Ընդհանուր բացատրեմ, օրինակ օգնում են, օրինակ նրան մեկ ընտրվի, անձը ընտրվի, որ կօգնի բիզնեսներին։ Նավթի ընկերությունները բիլիոնավոր ծախսում են, որ իրենց կողմնակիցը ընտրվի, որպեսզի շատ չզբաղվի կենսոլորտի մաքրման։ Ընդհակառակը նրանք, որ environmentalist են, կամփանիներ ունեն, սոլարի կամփանին եւ այլն, ցանկություն ունեն կենսոլորտի մաքրման մասին են խոսում, որտեղ իրենց բիզնեսին ձեռք է տալիս։ Ուրեմն օգնում են նրան, որ կենսոլորտը մաքրման եւ այլն եւ այլն։ Մեկը չի ասում, որ բա չեք ամանչում դուք նավթի ընկերության եք հովանավորում կամ դու congressman, senator չես ամանչում այդ environmentalistներին, կենսոլորտին վերաբերող չես ամանչում նրա համար ես բնապահպան։ Այս Նախ չեն ամաչելու, եթե նույնիսկ համաձայնի բան լինի, այո, Արսեն գիտես ինչ եմ ուզում քեզ հարցնեմ, այ նոր պարոն Ավագանյանը ասաց, որ երիտասարդները չեն հետաքրքրվում մրցություններով ընդհանրապես։ Գիտեմ, որ շատ է շփում երիտասարդների հետ, քո կոնտենտ բլոգի շրջանակներում,
Ինչ կարծիքի ես այ որպես մարդով ամենօրյա շփման մեջ է երիտասարդների հետ։ Ինչու չեն հետաքրքրվում։ Ես կասեմ, որ ինֆորմացիան քիչ է, քարոզը քիչ է։ Մենակ դուք ասում եք մենք միջին տարիքից վերև եւ ավելի վերև ճիշտ է, բայց պետք է այդ երիտասարդության մասին էլ մտածել, այսինքն իրանց հետ էլ հավաքույթներ կազմակերպել, բացատրել, որ ինչի պետք է գնան ընտրության, որ իրանց ձայնը կարևոր է, որովհետեւ այսօր երիտասարդությունը ամեն մեկ իր գործով ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրությունները, որովհետեւ չկա այդ մեկ մարդը, ով որ կզբաղվի իրանց ինֆորմացիա տալով, որ ձեր ձայնը ամենակարևորը, ձեր ձայնը, որտեղ իրանք շատ ավելի շատ են, քան թե տարածներ։ Ինչի չկա, ես էլ ձեզ ասում, ինչի մեկը չի զբաղվում այդ հարցով, որ երիտասարդներին հավաքի, խորհուրդներ անի։ Ես այդ համաձայն չեմ այստեղ կներես Արսեն։ Որովհետև ասում եմ ես շաբաթը 7 օր հերոստատեսության այդ քարոզն անում եմ, բայց ովքեր են նայում, եթե լսող չկա, երիտասարդությունը համոզված են ձեր լսարանը չէ, տարեց միջին, բայց երիտասարդները քիչ գնային։ Դա ավել քիչ են, քան դա կասկած չկա, որտեղ ոչ թե հայկական հարցասա։ Ընդհանուր ամերիկացիներն են նույնը, երիտասարդներ չեն հետաքրքրում, քիչ առաջ է տեացում, այսինքն ընտրության մասնակցողները ամերիկացի մասին են խոսում, այո, մասին չեմ խոսում գնա։ Ամերիկայում դա կլինի ֆիլիպինցիները, կորեացիները, սպիտակ ամերիկացին եւ այլն, բոլորս ամերիկացի են, եթե citizen եք, ես էլ ամերիկացի եմ, դուք էլ եթե citizen եք, ամերիկացիներ եք, բայց ընդհանուր ասա, իրենց զբաղմունքը ուրիշ է։ Սպառողական աշխարհում ենք, այսինքն ապրում, եւ մարդիկ գաղափարախոսությանը այլևս ուշադրություն չեն դարձնում։ Այսինքն առաջներում չէ, ասենք օրինակ հիպիական շարժում, չէ, ինչ էր ինքը գաղափարախոսություն էր եւ քաղաքական ինչ մեծ ազդեցություն կարողացավ ունենալ։ Իսկ այսօր մարդը ինչ է ուզում, երիտասարդը ինչ է ուզում։ Իր ուտելիքը լինի, ջուրը լինի եւ այդ գործիքը լինի, որ ամբողջ օրը ինչ որ ասած, ես մի բան ուզում եմ ավելացնել։ Հենց Ամերիկա կամ Հայաստան, Իրան, Սուրիա, որտեղ ուտնայ։ Երբ որ երիտասարդ էին, մանավանդ Ամերիկայում 16 տարեկանից մտածում էր, որ մեքենա ունենա։ Ամեն երիտասարդի երազանքն է դառնա 16 տարեկան եւ ավելին եւ մեքենա ունենա։ Երիտասարդը հիմա մեքենայով հետաքրքրված չի, social media-ով է հետաքրքրված։ Բնավ կարևոր չի իր համար մեքենա ունի, մեքենա չունի։ Երեխային ես իմ մասին եմ խոսում, երեխաներ եմ ունեցել։ Եվ որ մեծացան սրանք, որ մեքենայի տարիքի բան եղավ, ինչ ասացին մեքենա։ Քանի որ ես հիշում եմ իմ անցյալը, առաջին նպատակը, երբ որ ես 46-ին եկել, իմ ազգական, ես այն ժամանակ կին երեխա չունեի, որ եկել էի, օրինակ գնում էի իմ ազգականների ընտանիքում, այդ որ 16-18 էր իրեն առաջին բան 1980 թվականին, ես եթե 75-ին Նյու Յորք եմ եկել այնտեղ էլ, չեմ տեսել մի երեխա դառնա 16-18 տարեկան, գարանտի ծնողին պահանջում էր մեքենա։ Հիմա չկա այդպես։ Երեխան իմ, ասում եմ, իմ երեխաները, իմ 28 տարեկան, 25 տարեկան, երբ որ եկան այդ տարիքի հասան, չասացին ինձ մեքենա եւ այլն, social media-ն ավել հետաքրքիր էր, քան թե մեքենա։ Հիմա օրստորե ավել է վատացել, այսինքն ես ասում եմ տղաս 28 տարեկան է եւ 16 տարի, 12 տարի առաջ խոսում եմ, էլ հետաքրքրություն չկար։ Այսօր բնավ հետաքրքրություն չկա երիտասարդի մոտ մեքենա եւ այլն, social media դրա համար նույն ձևով չի հետաքրքրվում։ Դժբախտաբար ամեն մարդ այսպես ինքը իրանով իր հարցերով ազբաղված դրա համար էլ հայկական հարց կլինի թե ֆիլիպինցիները կլինեն բոլոր այս երիտասարդները ինքն է կարևոր անձն է կարևոր մեզ մոտ այդպես չէ միշտ մտածում են ազգը չգիտեմ համայնքը եւ այլն մի բան էլ հարցնում օրինակ ոնց է վերաբերվում
AI-ին, այսինքն եթե ընտրվեք ոնց եք տեսնում AI-ը համատեղեք Glendale-ի հետ։ Ինչ գործիքներ կուզենայիք, որ միջանցքները AI-ը, ինչ կարծեք եք։ AI-ը իրեն նախնական infancy ասում են, երեխան նկատեց AI-ը։ Գիտեք, մի քանի տարի AI-ն եկել։ Եվ լրի հենվել դրան համաձայն չի։ Գիտեք, առայժմ լրի հենվել։ Դժբախտաբար օրինակ մի contract ստորագրեցին վերջերս police department-ը ստորագրեց 10 տարվա համար, հենց մի քանի օր առաջ երեքշաբթի օր ստորագրվեց 10 տարով contract ստորագրեց։ AI-ը հիմա ճիշտ երեխայի նման ամեն օր արագ փոխվում։ Եվ հիմա դա ներառել ամեն ինչը հենվել AI-ի վրա, տեսնում եք սխալներ շատ է տեղի ունենում AI-ի միջոցով։ Պիտի սպասել մի քիչ, այսպես ավել երբի, մի քիչ ավել հասունանա։ Ավելի փափուկ անցնում։ Հա, բայց եւ այն վնասը իրենն է շատ է AI-ի, գիտեք, երիտասարդների մոտ, ուրիշի մոտ, տեսակ այս վերջերը AI-ի միջոցով անձը ես հաղորդել եմ իհարկե, որ հարցնում է, որ ինչպես սպանեմ, որ մեկը չիմանա, ինչպես հրդեհեմ, որ մեկը չիմանա։ Եվ դրա համար լասուտ կա, գիտեք, GPT-ի դեմ լասուտ կա, որ անձը դա ծրագրերը, խորհուրդ նստածերը տնացել է սպաները, հրդեհենը։ Ամեն տեխնոլոգիա բերում է իր լավ կողմերը, վատ կողմերը։ Ճիշտ է, իր հետ գալիս։ բայց կարելի է դրանք կոնտրոլ անել։ Ամենակարևորը։ Այդ կոնտրոլը պետք է լինի։ Հա, կոնտրոլ պիտի անել։ Այս մեծ ընկերությունները չեն ուզում Facebook-ը օրինակի համար։ Անընդհատ ասում են վտանգներ կա երիտասարդ փոքրի համար, երեխայի համար։ Անընդհատ ասում են մենք մի ֆիլտրներ ենք դրել, որ երիտասարդները չկարողանան։ Բայց իրենք էլ գիտեն եւ իրենք էլ ուզում են դրանք էլ լինեն, որտեղ իրենց շահին է դա։ Դա ինչ պիտի ասեմ, Շատ լավ։ Շատ հաճելի զրույց է, բայց մեր ժամանակը մոտենում է արդեն ավարտին։ Ուզում եմ մի բան ավել։ Այո, հիմա ձեզ խոսք կտամ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս ձեր սպառված ժամանակ գտաք մեզ դուրն կանվելու համար եւ մի քանի բառով շատ կարճ դիմեք ձեր ընտրողին եւ այն հիմնական խնդիրը, այն մի քանի խնդիրները հիմնական ինչի համար պիտի ընտրողը ընտրի Վրեժ Աղաջանյանին եւ ինչա դա տալու հայկական համակարգին։ Ես նախ պիտի ասեմ, երբ որ ես այնտեղ էի, տես այս դուք հարցազրույց եք արել ուրիշների, մեծ մասամբ բացի մի հոգին իրենք տեխնատու են ուզում են մի բան, բայց ես հաստել եմ եւ նա ինքամբենթը որ նաեւ ինտերվյու է կարել, բան չունի շատ ասելու ձևական կարելի համար շատ բան, բայց ես ակտիվ ստարտեր եղել, ես այնտեղ էի ամենադաժան ժամանակ այդ քաղաքապետ եմ եղել, բոլորին ղրկում էին Ժապոնիա, Հարավային Կորեա եւ Հայաստան եւ այլն, ես ոչ մտեղ չեմ գնացել։ Երկրորդ, իմ նստաշրջանի ժամանակ բոլորը գիտեն 507 հատ բնակարանը պատճառ եղա affordable housing։ Գլենդելի պատմության մեջ 42 տարվա ընթացքին 1240 էին կառուցել։ Եվ այդ հիման վրա էր, որ ես երբ որ աշխատանքի ասել, սա ամոթ է, որտեղ 42 տարի 1200, այսինքն 31 մատչելի բնակարաններ։ Եղավ։ Ամոթ է, մենք ասում ենք գալիս են տեխնատուներ, մատչելի գներով բնակարաններ կառուցեն։ Ես որ եկա ասել, սա անհավատալի է, չտեսնված է, որ 31 հատ, երբ որ 6000 հոգի մասնակցում է բնակարանը ստանալու։ Դա չտեսնված բան։ Դրա համար աշխատանք արի 507 հատ, հետո մի հատ ուրիշ շենք էր, չգիտեմ անդում 69 հատ, որ մենք գնենք, դա հանձնենք մոտարապես 600 հատ։ Հիմա պատկերացրեք 42 տարվա ընթացքին 1200 հատ, իմ նստաշրջանի ժամանակ 600, այսինքն կեսը այդ կարճ ժամանակ հատվածում, այսինքն իմ աշխատանքը հստակ է
բոլորն էլ ասում են այդ ինչ որ բնակարան կառուցվեց իմ պատճառով է եղել, որտեղ առաջին օրվանից իմ նպատակն է։ Սա պիտի շարունակվի, որտեղ մեր ժողովուրդը խիստ դժվար կացության մեջ է։ Երկրորդ, բիզնեսներին տրամադրեցին $5,000։ 5,000 Գլենդոնում ինչ մա չէր պատահել։ Բիզնեսներ, փոք բիզնեսներ։ Փոք բիզնեսներին տրամադրեցին $5,000, որպեսզի չփակեն այդ ժամանակ սնանկացման այսպես պատկերներ իրենց մոտ եւ պիտի փակեն եւ գնան։ Ուրեմն այսպես կարևոր հարցեր, ուրիշ հարցերը, օրինակ այս բայսիկլի բաները անընդհատ ուզում են շատացնել, ես դեմ եմ ամեն տեղ բայսիկլը բայսիկլիստ չունեն մենք, ո՞ւր բայսիկլիստ, դուք նայեք մեր փողոց Գլենոքսի վրա բայսիկլիստ չկա, այդ ամենը խանգարեր են, պարքինգի խանգարեր են, երթևեկության խանգարեր են, ես դեմ եմ դրան, ինչ հարկավոր չի։ Ձանավորներ չկան, այո։ Չէ, ինչ եմ արել դրել այդտեղ։ Ես ուրիշ ընտանիքներին 70 մասամբ եվերե, որովհետև մի անգամից 2020 թվականին թանկություն եկավ 30 իմ նախագիծը 36 ամիս այդ ընտանիքներին $300 տրամադրվեց։ 36 ամիս $300, մեկ օր իր եկամուտը ընդամենը ամիս $1,000 ստանա, դուք պատկերացրեք $300 իրեն տրամադրում եք, սա ինչ մեծ տարբերություն կլինի, 30% բարձրացում, դրանից ավել մեծ աշխատանք եւ այսպես գործեր շատ եմ արել, որովհետեւ մեր ժողովուրդը պետք ունի, հանրությունը պետք ունի օգնելու, մենք չենք գնում այնտեղ, հետո հիմա տեխնատուներ, բոլորը գալիս են City Council դառնան, որ այստեղից փախչեն գնան ավել բարձր դիր, որտեղ մենք ընդամենը 2000-ի չափ աշխատավարձն է։ Եվ անընդհատ ասում են անդամ, հենց այս ներկա council-ի անդամները ուզեցին իրենց աշխատավարձ բարձրացնել, ժողովուրդը չուզեցին։ Ուզում էին աշխատավարձ բարձրացնեին։ Դեպի Հայաստանի նախարարներից սովորեք Այո, պետք է բանկավաճառներ տա։ Ինչ շնորհակալություն, մաղթենք հաջողություն ձեզ ընտրություններում։ Արսեն, ինչ ես ասում, փակենք հաղորդումը, շնորհակալություն։ Այո, Հրաշալի է։ ասելիք իհարկե շատ կա, բայց Դե գուցե կհանդիպենք ընտրություններից հետո մի անգամ եւս, երբ որ ընտրվեք արդեն։ ցանկություն ունեք, խնդրեմ, եկեք։ Ես ես գրավիրեմ Շնորհակալություն, հարցազրույց անելու, հստակացնեմ ստուդիան եւ այլն, ես գրավեմ։